Ընտրությունների ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան հավասար պայմաններ։ Երբ պետական կամ համայնքային ռեսուրսները սկսում են օգտագործվել որևէ քաղաքական ուժի օգտին, խախտվում է այս հավասարակշռությունը։ Սա կոչվում է վարչական ռեսուրսի չարաշահում։ Օրենքն արգելում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին իրենց ծառայողական դիրքը, պետական գույքը, ֆինանսական, տեղեկատվական եւ մարդկային ռեսուրսն օգտագործել քարոզչական նպատակներով։ Վարչական ռեսուրսի չարաշահում կարող է լինել, օրինակ, երբ ծառայողական մեքենաներն օգտագործվում են նախընտրական հանդիպումների համար։ Պետական կամ համայնքային շենքերում կազմակերպվում են քարոզչական միջոցառումներ։ Աշխատակիցներին ստիպում են մասնակցել հանրաքվեի կամ աշխատանքային կախվածությունն օգտագործվում է նրանց քաղաքական ընտրության վրա ազդելու համար։ Ճնշումը կարող է լինել նաև անուղղակի, երբ մարդը զգում է, որ իր աշխատանքը, սոցիալական աջակցությունը կամ ծառայողական առաջընթացը կախված է իր քաղաքական ընտրությունից, վտանգվում է ազատ ընտրության սկզբունքը։ Օրենքը հատուկ սահմանափակումներ է նախատեսում նաև հանրային ծառայողների, ոստիկանության, զինված ուժերի ծառայողների, դատավորների, դատախազների եւ ընտրական հանձնաժողովների անդամների համար։ Նրանք պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն եւ չօգտագործել իրենց դիրքը որևէ քաղաքական ուժի օգտին։ Քվեարկության օրը գործում են նաեւ հատուկ սահմանափակումներ։ Արգելվում են քվեարկության կենտրոնին հարող մինչև 50 մետր շարավով խմբային հավաքները, մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը, տեխնացուի գտնվելը տեղամասային կենտրոնում կամ նրան հարող 50 մետրի շարավում, բացառությամբ քվեարկելու դեպքի, ինչպես նաեւ մինչև ժամը 20:00 սոցիոլոգիական հարցումների արդյունքների հրապարակումը։ Վարչական ռեսուրսի չարաշահումը հաճախ դժվար է ապացուցել, այդ իսկ պատճառով կարևոր է փաստագրումը։ Եթե քաղաքացին նկատել է նման դեպք, ցանկալի է արձանագրել ժամանակը, վայրը, մասնակիցներին եւ օգտագործված ռեսուրսը։ Հնարավորության դեպքում կատարել լուսանկարահանում եւ տեսանկարահանում, չխախտելով օրենքի պահանջները։ Ժողովրդավարական ընտրությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ բոլոր քաղաքական ուժերը մրցում են հավասար պայմաններում, իսկ պետական համակարգը պահպանում է քաղաքական չեզոքությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նպաստել այդ նպատակին, մասնակցելով ընտրություններին, հետևելով ընտրական գործընթացին եւ արձագանքելով նկատված խախտումներին։ Ազատ եւ արդար ընտրությունները սկսվում են ոչ միայն օրենքներից, այլև իրազեկ եւ պատասխանատու ընտրողներից։